Թուրքական ռազմական ինքնաթիռի կործանման պատճառը կարող է նաև ահաբեկչությունը լինել։ Այդ մասին տեղեկություններ են տարածվում թուրքական մամուլում։ Հիշեցնեմ, ինքնաթիռը կործանվել էր Վրաստանի տարածքում Ադրբեջանից վերադառնալիս։ Թեման շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, իսկապես լուրջ է ահաբեկչության վարկածը։ Դե իշխանությունները հայտարարել են, որ բոլոր հնարավոր վարկածները քննարկվում են եւ ոչինչ չեն բացառում, իսկ երեք հյուրետ պարբերականի իշխանամետ սյունյակագիր քաղաքագետ Աբդուլքադիր Սելվին սեփական վարկածն է առաջ քաշել, պնդելով, որ ինքնաթիռը հնարավոր է խոցված լինի եւ մեկնաբանելով հետեւյալն է գրում. Կովկասը վտանգներով հայտնի տարածաշրջան է, ուստի ցանկացած վարկած պետք է քննարկվի։ Մինչ այդ էլ Թուրքիա պարբերականը գրում էր, որ քննարկվում է նաև արտաքին միջամտության վարկածը։ Հավանաբար խոսքը կրկին ահաբեկչության վարկածի մասին է։ Թուրքական մամուլում սոցցանցերում շատ տարածված է Իսրայելի մատը խառը լինելու վարկածը։ Այդ մասին մի քանի հրապարակումներ են եղել։ Իսկ Ռուսաստանում էլ պնդում են, թե արևմուտքի մատն է խառը։ Մասնավորապես ռուս քաղաքագետ Յուրի Սամոնկինը իր մեկնաբանություններից մեկում հայտարարել է, որ Բրիտանիան կարող է այս ամենում դեր ունեցած լինի, քանի որ Բրիտանիայի շահերից է բխում, որ Վրաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները փչանան։ Ադրբեջանում էլ սոցցանցերում եւ մամուլում տարածված է ռուսական հետքի վարկածը եւ Թուրքիայում եւս սոցցանցերում այս վարկածը քննարկվել է եւ սոցցանցերում քննարկումներից այդ կոմենտներից մեկի ներքո արձագանք է տվել նաեւ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանությունը իր պաշտոնական ակաունտի միջոցով Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը այդ կոմենտներում գրել է. ինչպես կարող է նման անհեթեթ միտք ձեր գլուխը գալ։ Իսկ ադրբեջանցի ռազմական փորձագետ Աբուգես Աբիլովը շատ ավելի հեռու է գնացել։ Նա արդեն փնտրում է նաև հայկական հետքը այդ ամենում։ Նա գրում է, որ ինքնաթիռը ամենայն հավանականությամբ խոցվել է հրթիռի կամ դրոնի միջոցով եւ մեկնաբանելով գրում է. Գյումրիի 102-րդ ռազմաբազան հեռու չէ։ Այսինքն կրկին հայերն են մեղավոր, Հայաստանի տարածքից է այդ ինքնաթիռը խոցած հրթիռը ուղղվել։ Իրականում շատ տարածված է, որ ցանկացած պետություն, ցանկացած կողմ փորձում է իր շահը փնտրել եւ իր հակակառակորդին է մեղադրում ողբերգության մեջ։ Ադրբեջանում ընդհանրապես տարածված է աշխարհում ինչ վատ բան լինի, պետք է իհարկե առաջին հերթին հայկական հետք փնտրեն։ Այս դեպքում կարծում եմ նույնն է։ Գուցե ադրբեջանական հետք էլ պետք է փնտրել։ Դե իրականում տրամաբանությունը կպահանջեր, որ եթե իսկապես, ինչպես հյուրիետն է գրում, արտաքին միջամտություն կա, ապա տրամաբանական կլիներ, որ Ադրբեջանում փնտրեին այդ հետքերը, քանի որ ինքնաթիռը ադրբեջանական Գյանջա օդանավակայանից է թռել, հա, եւ վերջինը ով հնարավորություն ունենար այնտեղ ռումբ տեղադրելու, իհարկե հավանաբար այժմ էլ Ադրբեջանում է այդ տրամաբանությամբ։ Բայց ինձ հետաքրքիր է թվում մեկ այլ հանգամանք, որը այժմ արդեն ակնհայտ է։ Ինչ որ վերջերս հաճախ է ստացվում, որ Իլհամ Ալիևի բարձրաստիճան հյուրերը հայրենիք վերադառնալու ճանապարհին զոհվում են։ Այդպես եղավ, երբ Իրանի նախագահն էր վերադառնում հայրենիք, այս անգամ արդեն նույնպես բարձրաստիճան Իլհամ Ալիևի հյուրերը։ Կարծում եմ դա էլ մտորելու առիթ է տալիս։ Այս անգամ ինչ հայտնի զոհերի մասին։ Հաստատվել է տեղեկությունն այն մասին, որ զոհվածների թվում է նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Իլքեր Այքութը, ով իդեպ ըստ որոշ տեղեկությունների անուղղակի մասնակցություն է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմին։ Գիտենք, որ պատերազմի ողջ այդ օրերի ընթացքում 8 թուրքական F-16 կործանիչներ գտնվել են Գյանջայի օդանավակայանում եւ այդ ժամանակ եւս ռազմաօդային հրամանատարը թուրքական ուժերի Իլքեր Այքութն էր։ Այսինքն ինքն էր պատասխանատվություն կրում այդ ողջ օպերացիան համակարգելու համար։ Եվ տրամաբանական կլիներ նաեւ կարծել, որ իր հետ զոհված թուրք օդաչուները
Նաև այն օթաչուներն էին, որոնք այդ 8 ռազմական ինքնաթիռներն էին վարում պատերազմի օրոք։ Դե գոնե այն պարզ պատճառով, որ նրանք լավատեղյակ են Գյանջայի օդանավակայանին, բացի այդ տրամաբանական կլիներ, որ Բաքվի այդ ռազմական շքերթին մասնակցեին հենց այն մարդիկ, ում ժամանակին գործուղել էին Ադրբեջան հայերի դեմ կռվելու համար։ Այսինքն մեծ հավանականությամբ կարող ենք խոսել այն մասին, որ կործանված ինքնաթիռում զոհվել են այն մարդիկ, որոնց ժամանակին Էրդողանը ուղարկել էր Ադրբեջան հայերի դեմ կռվելու համար։ Շնորհակալություն, Արտյոմ։